Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող ողջունում եմ բոլորիդ եւ ասում եմ բարձր տրամադրություն եմ մաղթում մի նայեք պատոհանից դուրս, սակայն շատ գեղեցիկ է ամեն բան եւ շատ անհրաժեշտ է բնությանը, իհարկե այս անձրևները շատ պետք են եւ մեզ համար էլ շատ կարեւոր են, այնպես որ մենք փորձում ենք մեր տրամադրությունը բարձր պահել։ Եվ իհարկե անդրադառնալ օրվա բաղադրատոմսին։ Ես այսօր առաջարկելու եմ շատ համեղ ձվածեղի տարբերակ, որը իր մեջ պարունակում է մի քանի բաղադրիչներ, մի քանի ասելով նկատի ունեմ իսկապես շատ բաներ։ Հիմա հերթականությամբ կթվարկեմ եւ խորհուրդ կտամ ձեզ, եթե այսօր չհասցնեք ինչ-ինչ պատճառներով, ապա մոտակա օրերին անպայման այս բաղադրատոմսը պատրաստեք։ Եվ այսպես մենք ունենք բնականաբար հիմքը հավկիթն է լինելու, քանի որ ասում եմ ձվածեղ հավկիթ ունենք եւ իհարկե այստեղ սունկ ենք օգտագործելու ենք պահածոյացված լոլիկ սեփական հյութի մեջ, ինչու ոչ, դեռ չնայած արդեն բավականին լոլիկ կա շուկայում, թարմ լոլիկներ, բայց դեռ կփորձենք պահածոյացված տարբերակը պատրաստել։ Ես անձամբ շատ սիրում եմ պահածոյացված տարբերակով ձվածեղները, որովհետև յուրահատուկ համեղ են ստացվում։ Ուրեմն լոլիկ սեփական հյութի մեջ, այնուհետև մի փոքր տոմատի մածուկ ենք օգտագործելու ենք նաև պղպեղի մածուկ, այնպես որ սա էլ նկատի ունեցեք եւ իհարկե թարմ պղպեղել ենք օգտագործելու ու վերջում պանիր։ Սամիթ ենք ցանելու այս ձվածեղի վրա, որպեսզի շատ ավելի համեղ ստացվի։ Մի խոսքով լիքը բաներ ենք ավելացնելու։ Մի փոքր ավանդական ձվածեղից տարբերվում է, որովհետև շատ բաղադրիչներ կա, բայց շատ համեղ է ստացվելու։ Եվ առաջին գործողությունը ինչ ենք անելու, սունկը պետք է տապակենք։ Ես սունկը օգտագործում եմ մեր տարբերակով, այսինքն մարինացված սունկ է, որը առաջարկում է Իջևանի գինու պահածոների գործարանը եւ ընդհանրապես այս բոլոր պահածոները, որ ես կօգտագործեմ, այս ամբողջը հենց Իջևանի գինու եւ պահածոների գործարանի արտադրանքն է։ Մեկը մեկից համեղ սիրելիներս անպայման գնեք եւ փորձեք։ Եվ այսպես անցնելով առաջ ասեմ, որ պետք է հիմա կտրատենք սունկը եւ իհարկե տապակենք։ Այն կտապակենք բնականաբար ես հալած յուղի մեջ կտապակեմ, դուք կարող եք կարագով տապակել, ինչպես ինքներդ եք ցանկանում։ Այնպես որ սա էլ նկատի ունեցեք։ Իսկ եթե երկու տարբերակն էլ չկա ձեռքի տակ, բուսահյուղ հաստատ կա, այնպես որ վստահ եմ որևէ խնդիր այս հարցում դուք չունեք։ Ահա, սունկը շատ մանր չլինի, շատ խոշոր չլինի, հարմար չափերի, այսպես, ես փոքրիկ տարբերակները 2.5 կանեմ, իսկ խոշորները 4 մասի կբաժանեմ, այնպես որ սա էլ արդեն ընթացքը ցույց կտա, ոնց կլինի։ Ասեմ հավկիթ բավականաչափ շատ կօգտագործեմ, որպեսզի այսպես հետաքրքիր եւ շատ ավելի համեղ ու հագեցնող դառնա։ Իմիջիալոց կասեմ, որ հավկիթը մենք չենք հարելու լցնենք, պարզապես հենց հատիկ առ հատիկ այսպես կլցնենք մեր սոուսի մեջ։ Համարյա թե սոուս կստանանք եւ այդ սոուսով կպատրաստենք օրվա օրինակ ձվածեղը։ Մի խոսքով, այսպես շատ հետաքրքիր է դեռ լինելու, սիրելիներս, դուք մնացեք մեզ հետ, որպեսզի ընթացքին ծանոթանաք եւ իհարկե օրվա բաղադրատոմսին։ Ես հետո էլի կկրկնեմ օրվա բաղադրատոմսը անընդմեջ, որպեսզի այն մարդիկ, ովքեր չեն ծանոթացել, մեզ հետ չեն եղել սկզբից, ծանոթ լինեն ընթացքում։ Այսօր ձվածեղ ենք ուտում։ Այո, ինձ թվում է դուք ամբողջով չէ բնականաբար, բայց ես այսպես քանի որ առատ մենք ունեինք հավկիթները, որոշել ես պատրաստել ամբողջ հեռուստատեսության համար։ Դե կարող ենք, ինչու ոչ։ Այո, ոչ մի հարց չունենք այդ առումով, իմ սունկը փախավ իմ ձեռքից։ Իսկ ես փորձում հասկանամ ինչ համով բաներ կան այստեղ։ Իմիջիալոց մենք նոր բաստուրմա։ Այո, նոր Էլոլ Ապրանքանիշը նոր մթերք է մեզ առաջարկում, սա կարող ես ներկայացնել պանիր բաստուրմայով, որը շատ հետաքրքիր է եւ բոլորս, չգիտեմ, երևի թե
կսիրահարվենք Արի այս այսօր մատուցի տարբերակի հենց վրա։ այս ձվածերի Ես հետ։ ամենավերջում, այո, մենք քանի որ լավաշել ունենք, ամենավերջում կմատուցեմ այս համեղ ձվածեղի հետ այս հիասքանչ տարբերակը եւ հետաքրքիր տարբերակը։ Հիմա փաստորեն բացահայտում է սա լինելու, մենք հենց տաղավարում բացահայտելու ենք այս նոր Այսօր սա տեղ կգտնի մեր ուտեստի մեջ, այնպես որ պանիր բաստուրմայի։ Այո, հաստատ։ Հաստատ։ Հետաքրքիր հավելում է։ Շատ հետաքրքիր հավելում է, այո։ Դե արի այս պայն կարճ դադար ունենանք կադրին, որ ընթացքում արդեն իհարկե ինչ որ բաներ կլինեն եւ հետո կվերադառնանք ու կշարունակենք տեսնել թե ինչ է ստեղ կատարվում։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողներ, երեխաներս ճիշտ են ասում, արդեն յուղի բույրը տարածվել է եւ շարունակում ենք մեր գործը, այսօր պատրաստում ենք շատ համեղ ձվածեղ, բազմաթիվ մթերքներով ես էլի հերթականությամբ կկրկնեմ, այնպես որ մնացեք մեզ հետ, որպեսզի հերթականությունը իմանաք եւ դուք էլ իհարկե գրի առնեք բաղադրատոմսը ու պատրաստեք։ Ահա արդեն սկսում ենք տապակման process-ը եւ ես պետք է կոգնոցը սկապեմ, հագնեմ, այսպես ասած, եւ իհարկե սկսենք մեր տապակման process-ը։ Ինչպես հիշում եք, ասացի, որ սունկ պետք է տապակենք։ Մենք օգտագործում ենք մարինացված ընկի տարբերակը, դուք ըստ ցանկության, ինչպես հարմար է։ Իհարկե մարինացված տարբերակը արդեն իսկ շատ համեղ է, նա երկար ժամանակ մնացել է այդ համեղ հյութի մեջ եւ շատ ավելի հետաքրքիր համ է ստացել, այնպես որ կարող եք հաստատ գնել հենց այս տարբերակը Իջևանի գինու կոնյակի գործարանի պահածոների այս համեղ տարբերակը, այնպես որ խորհուրդ եմ տալիս, որ գնեք եւ վայելեք։ Այս ձվածեղը հաստատ ձեզ դուր կգա։ Ահա, ավարտեցի իմ գործը, սնկերի հետ կապված իհարկե, եւ հիմա համբերատար պետք է սպասենք մինչև տապակվի այն։ Իհարկե տապակում ենք հալած յուղի մեջ, դուք ցանկության դեպքում կարող եք կարակ այստեղ օգտագործել, եթե յուղը չօգտագործեք, ահա տեսեք յուղը մեր շատ սիրելի Էլոլա Աբրանքանիշի հրամցրած յուղն է, որը շատ համեղ է։ Ես արդեն իսկ բոլոր ուտեստները պատրաստում եմ հենց այս յուղով։ Այսպես անցանք առաջ։ Այստեղ ես ավելացնելու եմ մի փոքր սխտոր, ահա մի քանի պճեղ սխտոր ունեմ, ես ճզմելու եմ այն եւ ավելացնեմ մեր ուրեմն սնկի վրա, չնայած նրան, որ ինքը մարինացված է հենց սխտորով։ Այսպես, շատ քիչ, մի պճեղ պարզապես թարմություն հաղորդելու համար։ Այսպես, ահա։ Իհարկե մեզ այստեղ կարող է օգնության հասնել ինչ-որ մեկ այլ հարմարանք, այլ գթալ, այս մյուս հրաշք գթալը կարող եմ օգտագործել, կրակը մի փոքր պետք է բարձրացնել, այսպես, և այս ընթացքում կարելի է նաև ավելացնել համեմունքներ, համեմունքներից կավելացնեմ մի փոքր սև պղպեղ, կարմիր պղպեղ կավելացնեմ և իհարկե աղ։ Բարի լույս, ողջույն, բարի լույս, կարոտած բարի լույս, իսկապես մենք էլ շատ ենք քեզ կարոտել, մեկ օրն էլ բավական է, որ մենք միմյանց կարոտենք, մենք երեք հեռուստադիտողին ասացինք, համբերատար եղեք, չծանգեք ոչ միտեղ, Սոնան ճիշտ է, բացակայում է, բայց ամեն բան նորմալ է։ Եթերին, շատ հրաշալի եթերը, շատ դրական առավոտ էր, ինչպես միշտ, եւ ուզում եմ իմանալ քեզ ինչով կարող եմ օգնել այստեղ։ Այստեղ դու ինձ կարող ես օգնել ինչպես, ես հիմա հասկանամ եւ այո, ոչ ծանր գործերով, ես հենց դա եմ ուզում հասկանալ, ինչ կարող եմ առաջարկել քեզ, որպեսզի դու այս պահին, չնայած սա է նորույթը։ Այո, սա է նորույթը, կարող ես դու ծանոթանալ, հասկանալ, թե վրան ինչ է գրված, կարելի է նաեւ բաղադրությունը հասկանալ։ Իսկ ես այս ընթացքում կփորձեմ այս սունկը տապակել եւ իհարկե ավելացնել
մնացած բաղադրիչները։ Կաղան բաղադրությունը կարդարցիելի հեռուստադիտողներ, պանիր, բաստուրմայով էլոլայի նորույթն է, բաղադրության մեջ կովի կաթ, նորմալացված, պաստերացված, բաստուրմա, տավարի միս, կերակրիախ, սխտոր, համեմունքներ, ներկանյութի ֆիքսատոր, նատրիումի նիտրիտ, շրդանաֆերմենտ, մանրեական ծագման և կերակրի աղ։ Իդեպ յուղային զանգվածը 4 նյութում 32% է ընդամենը։ Ես կարող բաստուրմա շատ եմ սիրում, ինձ թվում է բաստուրմայի պանիրը ևս ինձ շատ դուր կգա, հատկապես եթե էլոլայի պանիրներից առանձնացնեմ, ինձ շատ դուր է գալիս սուլուգունի շատ, այո, և մշտապես մենք մեր ուտեստների մեջ հենց ես եթե նկատել ես սուլուգունի շատ եմ օգտագործում, իսկապես շատ համեղ է, կարող եք սիրելի հեռուստադիտողներ ձեռք բերել, կներես և հետո շնորհակալություն կհայտնեք, որովհետև իսկապես սեփական փորձով ես ինքս չուտող մարդ լինելով շատ եմ հավանում։ Այո, ես քեզ հետ համամիտ եմ ամբողջությամբ եւ իհարկե ուզում եմ նշել հատկապես ամանորյա օրերին այդ նոր տարվա սեղաններին գիտենք թե պանիրն է առատ, թե բաստուրման է առատ։ Ես այդ երկու համադրությունը շատ եմ սիրում, երբ տանն եմ լինում, փորձում եմ պատարիկ պատրաստել բաստուրմայով պանրով եւ ուտել։ Եվ փաստորեն արդեն ինքը համատեղ պատրաստված վիճակում կա, ապրանքանիշը առաջարկում է, այնպես որ դա էլ արդեն պետք չէ չարչարվել առանձին պանիրը դնել հացի մեջ, հետո բաստուրման, արդեն պատրաստի տարբերակը կա, պարզապես դրեք հացի մեջ եւ վայելեք, այնպես որ սա էլ մեծ շուկայում ես կարծում եմ հաճույք է, առավել հաճույք է, երբ դու գտնում ես շուկայում նմանատիպ համեղ հետաքրքիր ուտեստներ եւ իհարկե գնում ես, վայելում ես։ Եվ հետո նորություններ փորձելը միշտ էլ հաճելի է, որովհետև ժամանակակից աշխարհը մեզ տալիս է այդ հնարավորությունը, պարբերաբար այսպես տարբեր համեր են գալիս ի հայտ եւ դրանք պետք է փորձարկել, եթե սիրում ենք առանձնացնել ու մեր արդեն սառնանում անպայման ունենալ։ Իդեպ իմ ընտանիքի անդամները, իմ ծնողները, քանի որ առաջին ծրագրի հավատարիմ հեռուստադիտողներն են։ Ողջույններ։ Այո, բարևներ։ Իրենք հետևելով մեր ծրագրին երթում են, ոչ ոք չեմ չափազանցնում եւ ինչ ասեմ անկեղծ է, սկսել են ձեռք բերել էլոլայի կաթնամթերքը եւ երեք ինձ տեղեկացրին, որ շատ գոհ են։ Ու սենց այդ այնքան անկեղծ էր, որ սենց մտածում եմ շատ ուրախ եմ իհարկե, բայց որ տնեցիները ոնց որ որպես հեռուստադիտող են հետադարձ կապ տալիս, այդ առաջին անգամ էր մեր տանը եւ շատ հետաքրքիր էր այն։ Ես էլ ուզում եմ հավելել նաեւ իմ մայրիկի ուրեմն նույն այդ զգացողությունները եւ այդ ոգեվորվածությունը, երբ ինձ ասում է, բա էլոլա ապրանքանիշի յուղը որտեղից կարող եմ գնել։ Նա էլ յուղը շատ իրեն տպավորվել է յուղի այդ հետաքրքիր պահը, որը իհարկե կերակուրը շատ համեղ է դարձնում եւ իսկապես մենք ասում են ամեն բան պետք է քեզնից սկսես։ Եվ այո, մենք մեր օրինակով ցույց ենք տալիս, որ իսկապես այն ինչը որ ներկայացնում ենք, հաստատ վստահ եղեք, սիրելի հեռուստադիտողներ, մենք այստեղ որևէ կեղծավորություն կամ որևէ ավելորդ գովազդի խնդիր չկա։ Պարզապես ինքներս փորձում ենք եւ ձեզ անկեղծ ասում ենք մեր կարծիքը։ Դա էլ իմ տանը մնալու առավոտներից եւ չեկա եթերի երեք, այո, իմ տնեցիները տեսան ինձ եւ կիսվեցին իրենց շատ հաճելի հետադարձ կապով, որովհետեւ իսկապես ու հայրիկի այդ բառերն եմ հիշում տպավորությունները, ասում շատ ուրիշ էր եւ իսկական կաթի համար գալիս, ասում իսկապես բնական կաթից է պատրաստվում, ոչինչ չենք չափազանցնում, ոչ մի ավել բան չենք ասում։ Հաստատ դա այդպես է եւ ողջուն ենք բոլորին մեր հայրենակիցներին, թե մեր հարազատներին, ովքեր իսկապես կլանված տանը նստած բոլորից դիտում են, եւ թե մեր հայրենակիցներին, թե Հայաստանում բնակվող եւ Հայաստանից դուրս։ Եվ այսպես շարունակելով մեր գործը, ինչ ենք անում, հիմա լոլիկը փորձենք, մի փոքր այստեղ ուզում եմ Սոնջան կարգի բերեմ, եթե դու ինձ փորձես այս հարցում, այո, ինչ որ կերպ օգտակար լինես, ես հիմա, եւ մեկ պատարագ եթե կարելի է, խնդրում եմ, այո, ես այստեղ քանի որ հետաքրքիր է, այո, նա շատ գեղեցիկ է։ Այո։ Եվ այսպես փորձենք կտրատել լոլիկը եւ իհարկե տեղափոխենք սնկի վրա։ Ինքը շատ հյութեղ, շատ համեղ լոլիկ է։
Եվ իհարկե ինչպես նշեցի, ես անձամբ շատ սիրում եմ պահածոացված լոլիկով ձվածեղը, մի տեսակ շատ ավելի համեղ է ստացվում ինձ համար գոնե, քան թարմ լոլիկով, անկեղծ եմ սա ասում։ Եվ հիմա ասեմ էլի կասես անձրևային եղանակի համար է, չէ՞, պահածոյացված լոլիկը։ Լիովին համամիտ եմ քեզ հետ, շատ ճիշտ ես։ Այսպես տեղափոխենք ուրեմն լոլիկը եւս։ Ես կփորձեմ ամբողջությամբ որքան լոլիկ կա ուրեմն կտրատել եւ լցնել սնկի վրա, որովհետեւ ուզում եմ շատ ջոխ եւ առատ ստացվի այսօրվա մեր։ Այո, շնորհակալ եմ։ Միայն զգուշ քո հագուստը շատ գեղեցիկ է եւ շատ բաց գույների։ Ոչ եղանակին համապատասխան։ Բայց տրամադրություն փոխանցող։ Այո, եթե ես փորձեի եղանակի տրամադրությամբ հագնվել, այդպես շատ մռայլ դեմքով կգա եթերի։ Այո։ Եվ ինձ համար այդպես փոքրիկ օրակարգ ունեմ, երբ եղանակը վատն է, փորձում եմ ավելի բաց հագուստի, ավելի վառ հագուստի միջոցով, այո։ Ճիշտ է։ Փոխել իմ տրամադրությունը եւ եղանակի հետ համահունչ չլինել այդ հարցում։ Ես քեզ հետ համամիտ եմ, որովհետև հագուստը եւս շատ մեծ նշանակություն ունի տրամադրության վրա, ինչպես ընդհանրապես, այսպես ասած, արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի տրամադրության վրա, այնպես որ խորհուրդ ենք տալիս հետևել նաեւ այդ ուրեմն վիճակներին, որովհետև այո, երբ նայում ես ձմեռ է դուրսը, համարյա ուզում ես ինչ-որ կես տրամադրություն բարձրացնես եւ այդտեղ օգնության է հասնում արտաքին տեսքը։ Այո։ Ահա։ Կարծես թե վերջ այս փուլի համար էստեղ։ Այո, Սա իհարկե կխառնենք սիելի հեռուստադիտողներ, ընթացքը անպայման ձեզ ցույց կտանք, բայց հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո իհարկե կողջունենք այսօրվա մեր առաջին հյուրերին։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, ես ներկայացնեմ թե ինչ եմ արել մինչ այս պահը, ուրեմն սունկը տապակել ենք, այնտեղ ավելացրել ենք պահածոացված լոլիկները եւ մի փոքր ես պղպեղի մածուկ եմ ավելացրել, կավելացնեմ նաեւ տոմատի մածուկ, բայց այստեղ հետաքրքիր ընթացքում բացահայտում ենք արել, որի մասին հիմա կխոսենք, ահա մի փոքր տոմատի մածուկ ավելացնենք, շատ հետաքրքիր ու համեղ կդարձնի, գուցե շատերդ ասեք, եթե լոլիկը իր հյութով ավելացրել ես արդեն բա տոմատի մածուկը ինչի համար է, ասեմ, որ շատ ավելի խիտ հարուստ է դարձնում համը, այնպես որ խորհուրդ եմ տալիս, շատ քիչ ենք ավելացնում, ահա այսպես, ինչպես նաև պղպեղի մածուկը, որը ավելացրել եմ արդեն, այնպես որ սա էլ նկատի ունեցեք ավելի այսպես շքեղ համ կտա մեր ձվածեղին։ Ահա։ Կթողնենք մի փոքր էլ եփվի, որպեսզի տոմատն էլ տապակվի։ Ես մի քիչ կարող եմ այստեղ նաև լոլիկի հյութը ավելացնել, ահա այսպես, ծածկել թավայի բերանը, ահա կափարիչով ծածկենք եւ թողնենք հանդարտ մի փոքր եփվի։ Իսկ մինչ այդ ես ուզում եմ անդրադառնալ բաստուրմայով պան ռինելոլա ապրանքանիշի։ Մենք քիչ առաջ այսպես կտրատեցինք եւ վայելեցինք, շատ համեղ է։ Հավատացնում եմ, չեք փոշմանի, եթե այսօր դուրս գաք խանութ եւ գնեք այն։ Ահա այսպես փորձենք բացել եւ կտրատել, տեսնենք։ Եվ իմիջիայլոց ուզում եմ իմպրովիզ անել։ Ես այսպիսի որոշում չունեի, բայց քանի որ կտրեցինք գերանք եւ այն շատ համեղ էր, ես սա կավելացնեմ նաեւ մեր ձվածեղի մեջ։ Այսպես ձևավորման համար մի քանի շերտ կդնենք ձվածեղի վրա։ Ահա, տեսեք, այսպիսի փաթեթավորում ունի այն։ Հիմա տոպրակը բացենք եւ տեսնենք ինչ կա ներսում։ Հրաշալի մի բան, ահա այսպիսի տեսք ունի եւ իմիջիայլոց շատ թե կտրատելու, թե մատուցելու համար շատ գեղեցիկ է եւ հարմար։ Ահա կտրենք։ Տեսեք ինչպիսի տեսք ունի, շատ գեղեցիկ է եւ շատ համեղ։ Ահա։ Անպայման կավելացնեմ ձվածեղի վրա։ Երևի թե վերջում։ Հոյակապ եմ, ահա սիրելիներս։
շատ գեղեցիկ է մատուցման համար, ես կարծում եմ սեղանին դնել եւ մատուցել շատ հոյակապ կլինի, աճ կզարնի եւ հաստատ վստահ եմ հյուրերը կճաշակեն ու գող կմնան։ Ահա, սա կթողնենք մի կողմի վրա։ Եվ իհարկե ասեմ, որ այստեղ ես պանիր ունեի, էլի Էլոլա ապրանքանիշի հալչող պանիրն եմ օգտագործել, արդեն քերիչով անցկացրեցի այս ընթացքում, որպեսզի էլի ամենավերջում ավելացնենք։ Կարող ենք առանձնացնել այս պանիրը մի կողմի վրա թողնեմ հիմա։ Ահա, մի ամանի մեջ դնենք, որ վերջում օգտագործենք իհարկե։ Այսպես, ահա, և այս ընթացքում փորձենք սամիթը կտրատել և պղպեղները, իհարկե կարմիր պղպեղ ունենք, ահա, սա էլ վերջում, ամենավերջում կավելացնենք ձևավորման համար, սիրելիներս այսօր պատրաստել ենք ձվածեղ բազմապիսի ուրեմն բաղադրիչներով, սունկ ենք օգտագործել, պահածոացված լոլիկ, պանիր ենք օգտագործելու հավկիթ, իհարկե հիմա այս պահին սամիթը կտրատեցի և պղպեղները թարմ վիճակում են, ես պարզապես այսպես բարակ շերտերի բաժանեմ, որ էլի գեղեցիկ ավելացնենք ձվածեղի վրա։ Հավկիթը չենք հարելու, նախապես զգուշացնեմ, որ հարված տարբերակով չենք օգտագործելու, պարզապես այսպես հատիկ-հատիկ լցնելու ենք այս բաղադրության վրա։ Այսպես, բարակ շերտեր են մեզ պետք, ահա, պղպեղները բարակ շերտերի եմ բաժանում և ողջույն Սուրեն ջան։ Ես ոնց հասկանում դու շատ բուրըն ընթացքի մեջ ես։ Այո, շատ բուրըն, բայց քիչ է մնացել, ես կարծում եմ այս այն տարբերակներից է, որը շատ արագ է պատրաստվում և հատկապես առավոտյան, եթե չալարեն մայրիկները առավոտյան շուտ արթնանան, հասցնեն այսպիսի ձվածեղ պատրաստել, տանեցիներին կերակրեն, հետո ուղարկեն դպրոց աշխատանքի կամ սովորելու, այս շատ լավ կլինի։ Եթե չէ, ուրեմն հանգստյան օրերին կարծում եմ հաստատ ժամանակ կլինի։ Ժամանակ կլինի, այստեղ ամեն ինչ արդեն եփվեց, պատրաստվեց։ Այո, եւս մեկ անգամ կրկնեմ, որ այստեղ տապակվել է սունկը, սխտորը, պահածոացված լոլիկը, տոմատի մածուկը, պղպեղի մածուկը եւ քիչ հետո կավելացնենք մնացյալ բաղադրիչները, որոնք շատ հետաքրքիր են դարձնելու եւ ավարտուն տեսքը արդեն կճաշակենք միասին հաղորդման վերջում, այնպես որ մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր ու համեղ է լինելու։ Այս պահին արդեն կարճ դադար, հետո արդեն վերադառնանք։ Իմ շատ սիրելի հեռուստադիտող, իսկապես բույրերը տարածվել են, այսօր պատրաստում ենք շատ համեղ ձվածեղ, այսինքն ձվածեղի տարբերակ, ավանդական ձվածեղից, լոլիկով ձվածեղից մի փոքր տարբերվող, սնկով ենք պատրաստում, լոլիկով, որը իր սեփական հյութի մեջ էր, ահա ես ցուցադրեմ, այն շատ համեղ եւ գեղեցիկ տապակվել է արդեն։ Ես այստեղ պետք է ավելացնեմ մի փոքր աղ պղպեղներ եւ իհարկե անցնենք մյուս փուլին։ Այստեղ ավելացնում եմ իմ նշած համեմունքները, բնականաբար մի փոքր աղ ենք ավելացնում։ Ավելացնում ենք սև եւ կարմիր պղպեղ։ Այսպես խառնենք եւ իհարկե հիմա ճիշտ ժամանակն է ավելացնել հավկիթները։ Հիշեցնեմ, որ այստեղ չնայած որ լոլիկը հյութով էր եւ հյութն էլ եմ այստեղ ավելացրել, չնայած դրան այստեղ ավելացրել էի մի փոքր տոմատի մածուկ եւ պղպեղի մածուկ, որպեսզի ավելի հարուստ համ տանք մեր օրվա բաղադրատոմսին ձվածեղին եւ իհարկե արդեն անցնելով առաջ փորձենք հավկիթը արդեն կոտրել եւ տեղադրել մեր այս զանգվածի մեջ։ Ես չեմ հարելու, ինչպես նշեցի, պարզապես այսպես գեղեցիկ պետք է տեղադրենք մեր հատիկ առ հատիկ այս հավկիթները։
Բավականաչափ շատ ունենք հավկիտ այստեղ ամանի մեջ եւ կարող ենք շատ առատորեն օգտագործել այն։ Վաու, ոչ միայն շատ համեղ է, նաև շատ էսթետ է պատրաստում Շատ ժամանակին եկա։ Այո, ես եկա քեզ օգնեմ, ինչ է որ բառը կարող եմ։ Իհարկե կարող եմ օրինակ թեթևացնել այդ պաների տարան, որպեսզի ծանր չլինի վերցնելուց, որովհետև շատ համեղ է, եւ այսօր արդեն այս նորույթը տեսանելի է եւ հիմա կփորձենք բաստուրմայով պանիրը, որը Էլոլա ապրանքանիշի նոր տեսականին է, հարցրեք բոլոր խանութներում եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները ունեն այս հնարավորությունը վայելելու Էլոլայի ողջ տեսականին։ Առավոտյան կաթնամթերքը շատ կարեւոր է օրգանիզմի համար։ Սա սպիտակուցների այն ամբողջ պաշարն է, որ մեր օրգանիզմը ստանում է հենց Էլոլայի կողմից, իսկ Էլոլան ներկայացնում է սյունած լեռների համը, հոտը եւ տրամադրությունը եւ անարատ կաթի հենց այս ամբողջ տեսականին։ Սա Էլոլայի հետ կապված եւ չմոռանանք նաեւ որ առավոտը ընթացքում օրվա նաեւ երեկոն կարելի է շարունակել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող այս շքեղ պահածոների հետ միասին, ել չասեմ համեղ կոմպոտները եւ գինիների լայն տեսականին, հատկապես ռոզե բրիզ փրփրուն գինին, որը կարծում երեկոյան շատ հետաքրքիր համալրում կլինի այն ճաշի հետ, որը ինքներդ կպատրաստեք եւ կվայելեք, չմոռանալով օգտագործել այն բոլոր համեղությունները, որ ներկայացնում է Իջևանի գինու գործանը։ Ես բազմիցս նշել եմ, եւս մեկ անգամ կնշեմ, որ ես հատուկ թուլություն ունեմ թթվի այս ամբողջ տեսականու հետ, որը ներկայացնում է Իջևանի գինու գործարանի կողմից ներկայացվող պահածոների տեսականում, այնպես որ հարցրեք բոլոր խանութներում։ Ադրինեն արդեն անցել է Վան Գոգի տրամադրության մեջ եւ սկսել է նկարել ուտելիքը։ Այսօր ճաշատեսակը Ադրինեն ոչ միայն պատրաստում է, նաեւ նկարում է, վերցնելով իր վրձնի շատ գույները։ Ես, այո, շատ այսպես տրամադրությունից իսկապես նկարչական է, այո, ինչու ոչ կարելի է նաեւ այսպես գեղեցկություն փոխանցել կերակուրին, որպեսզի ավելի ախորժաբեր դառնա ինքը, այսպես ես կարծում եմ շատ գեղեցիկ է։ Ես էլ եմ կարծում։ Այո, եւ իհարկե այդպես մտածում։ Արև բերեցիր դու, որովհետեւ դրսում արևը հիմա քիչ է։ Եվ դրա կարիքը շատ է։ Արևը հայտնվեց թավայի մեջ։ Թավայի մեջ, այո, դու իրավացի ես, ճիշտ է։ Ես հիմա ուզում եմ նաեւ հավկիթների առայժմ ոչ, ես հիմա հավկիթների վրա ցանեմ էլի աղ, սև պղպեղ, այսպես, որպեսզի շատ համեղ ստացվի մեր ուտեստը, ահա, սև պղպեղը։ Պանիրը վերջում ենք ավելացնում։ Պանիրը հենց հիմա ամբողջությամբ բոլոր բաղադրիչները վերջնական կավելացնենք, ծածկենք մեր թավայի բերանը եւ իհարկե համբերատար կսպասենք մինչ ավարտվի այս ամենը։ Ես արդեն կարող եմ ավելացնել մեր պանիրը, այստեղ մեջտեղով ավելացնենք քերած պանիրը, որը իհարկե սուլուգունի տարբերակն է, քիչ առաջ Սոնայի հետ խոսեցինք սուլուգունի տարբերակի մասին, որը շատ համեղ է։ Ես այսպես անկյուններով փորձեմ գեղեցկացնել։ Նկարչական որոշակի գույներ կան, որ հիմա Ադրինեն կավելացնի ճաշատեսակին։ Անպայման։ Այո, եւ անպայման նշեմ, որ այսօր մենք փորձեցինք, ճաշակեցինք ուրեմն բաստուրմայով պանիրը, մեր գործընկերոջ առաջարկած, որը շատ համեղ է, այո, եւ այսօր էլ այն կօգտագործենք։ Ես նշեցի, որ կարելի է, մի անգամից որոշեցի, որ ինչու ոչ կավելացնենք նաև սա։ Ահա, այստեղ ուղակի ձևի համար երևի յուրաքանչյուր ուրեմն դեղնուցի վրա կարելի է տեղադրել այս կամ կողքին, այսպես, որ դեղնուցի գեղեցկությունն էլ երևա, այսպես, յուրաքանչյուր դեղնուցի կողքին կավելացնենք նաև այս հրաշք պանիրը, այս նորությունը, նորույթ։ Այո, ինչ շատ դուր եկավ, անկեղծ պիտի խոստովանեմ։ Սա դարձավ իմ ֆավորիտ պանիրներից մեկը։ Վերջ, այսպիսի գեղեցկություն ձվածեղ ստացան։ Ջան, այստեղ ճանաչ է։ Ես ես մի կտորը փորձեմ։ Շատ բարի, փորձիր սիրելիս։ Եթե ամեն ինչ ասես կարող ենք ամեն ինչ ասված է, վերջում իհարկե այսպես սամիթը ամբողջությամբ կլցնենք մեր գեղեցիկ ձվածեղի վրա։ Մի փոքր հիմա կարելի է գույները ավելացնել, որպեսզի այս ճոխությունը շարունակվի, այսպես։ Ես երևի թե ամաչում եմ նույնիսկ ծածկեմ բերան, այսպես։ Շքեղություն։ Այսպես։
Էսթետիկ, համեղ, գեղեցիկ եւ ճաշակով։ Այստեղ օգտագործված բոլոր բաղադրիչները շատ համեղ են եւ շատ հետաքրքիր։ Այս բան կաժդաթար կլինի մեր եթերում, հետո կողջունենք տաղավարում մեր հյուրերին, այնուհետեւ արդեն ծրագիրը միասին ավարտելուց կհասկանանք ինչ պատրաստվեց այստեղ։ Այո։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, ահա մոտեցավ ավարտին մեր այսօրվա հաղորդումը եւ իհարկե ամենավերջում ցուցադրեմ, թե ինչպիսի տեսք ստացավ մեր շատ համեղ ձվածեղը, հագեցնող, հարուստ բաղադրիչներով եւ իհարկե շատ համեղ։ Խնդրում եմ, եթե կարիքը կա, ինձ կարող եք նամակներ գրել բաղադրատոմսերի հետ կապված, մեծ սիրով կպատասխանեմ, իսկ եթե ոչ, հետևեք մեզ մեր ալիքներում, YouTube-յան ալիքում, որի միջոցով կարող եք տեսնել բոլոր բաղադրատոմսերը։ Եվ այսպես ձեզ լավ օր եմ մաղթում եւ ասում եմ, որ ձեզ շատ եմ սիրում։ Մնացեք մշտապես մեզ հետ, առաջին ծրագրի հետ։ Կհանդիպենք։